Տեսեք, պարոն Շաքարյան, ինչու Էրդողանը հենց այս փուլում կրկին ակտիվացրեց սահմանադրության փոփոխության թեման։ Հետաքրքիր է նաև ինչ ներքաղաքական ու արտաքին քաղաքական հաշվարկներ կարող են լինել սրա ենթատեքստերում, ենթատեքստում։ Տոնդը սկզբունքորեն շատ ենթատեքստ չկա։ Ժամկետը լրանում է Էրդողանի պաշտոնավարման։ Երկու անգամ էլ ընդրվել է։ Սահմանադրությունը փոխում է, որ էլի ընդրվի։ Այսինքն պաշտոնը չլքի, մնա պաշտոնում։ Դրա համար է ուզում փոխել սահմանադրությունը։ Այսինքն սա ճիշտ նույն սցենարն է, ինչը որով փորձ արվեց Հայաստանում նախկին իշխանությանը վերարտադրվել, ճիշտ եմ նկատում։ Այո։ Նույն սցենարն է։ Դա չի ուզում ժողովրդական կուսակցությանը հարող մի հատ հերոստալ ալիք կա, այնտեղ հաջող դիմում են ժողովրդին։ Ինչ է կարծում Էրդողանի մասին, ասում է իսկույն եւ այդ պետք է հրաժարական տալ։ Կամ ասում են, քանի դեռ նա նախագահի պաշտոնում է, Թուրքիայում աղքատների համար կամ հասարակ ժողովրդի համար որևէ լավ բան որոշում չի ընդունում։ Եվ դա ճիշտ է։ Օրինակ ամեն ինչ հարգադրված է։ Ենթադրենք բենզինս վերցնում մեքենայի համար։ Վրան հարգ է գալիս։ Բենզակալոնքայի դրոջ մասին չինը, նրանք արդեն մուծում են, լրացուցիչ, կամ երեխա ծնվեց, դրան էլ է հարկ գալիս, թաղմանը, իրենք շորով են պատատում, ինչ-որ պատանքով, այդ որ վերցնում ես, այդ էլ է հարկադրվում, բայց եթե գնաս բրլյանտի կամ զմրուխտի վզնոց բան առնես, դրանց չկա, ալմաստն էլ չկա։ Այսինքն այստեղ բովանդակային որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, սա ավելի քաղաքական ռետորաբանություն է, Չէ, սա ավելի Էրդողանի համար է հենց։ Ընդ որում գործող սահմանադրությունը ինքն է ընդունել։ Այո, 1982 թվականին։ Այն ժամանակ երևի խելք չի արել, որ այնպես սահմանադրություն ընդունել հավերժ կառավարի։ Հիմա էլ չի ուզում դսկալ պաշտոնը զիջել որևէ մեկին։ Էրդողանի երրորդ անգամ վերարտադրվելը ինչ ռիսկեր է իրենից ենթադրում Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում նույն Իրանի մասով, Հայաստան-Թուրքիա մերձեցումը, ուրեմն առնվազն տեսանելի է, Հայաստանի ներկա քաղաքական իշխանությունների կողմից մերձեցումը Թուրքիայի հետ, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններով ինչ փոփոխություններ կարելի է տեսնել ապագայի նկատմամբ։ Սերովիթին Ռուսաստանի համար, որտեղ հաջող քննադատում են, որ Պուտինի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է, իսկ Հայաստանի համար որևէ փոփոխություն չեմ կարծում որ լինի։ Տեսեք 1991-ին որ մենք անկախացանք, Թուրքիան անկախությունը ճանաչեց, բայց հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններից, հաստատումից։ Հայաստանը ադրբեջանական տարածք Լեռնային Ղարաբաղը օկուպացրել է։ Վաղուց արդեն Ղարաբաղը օկուպացված չի, 1920 թվականին 44 օրյա պատերազմից հետո Շահրամանյանը լուծարեց կանոնադրությամբ, արդեն Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում հայեր չկա, բայց նրա դիրքորոշումը չի փոխվել։ Ընդ որում, եթե որևէ պետություն իր անմիջական հարևանին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայմանը համար առաջադրում, դա ըստ միջազգային նորմերի թշնամանքի ակնհայտ դրսևորում է։ Այն էլ երրորդ երկրի համար։ Ասենք Ադրբեջանը երրորդ երկիր է, բայց հիմա այդ չկա էլ։ Ադրբեջանը վերցրել է Պուտինի տետև ձեռքով ավանաբար Արցախը հայությունը լքել է Ղարաբաղը։ Այս ամեն ինչին զուգահեռ նաև ինձ հետաքրքիր է ավելի մանրամասն ձեր կարծիքը որպես թուրքագետ։ Թուրք-իրանական հարաբերությունները վերջին զարգացումների ֆոնին ինչ փոփոխություններ կստանան, եթե Էրդողանը երրորդ անգամ վերընտրվի եւ հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դեռևս սրված է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունները։ Թուրքիայի իրանական քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ունեն մեծ ազդեցություն։ Դե ճիշտ է, խուսափում է ավելորդ հայտարարություններից, բայց դա հաշվի են մշտապես առնում, թե Վաշինգտոնը ինչ վերաբերմունք ունի Թեհրանի նկատմամբ։ Այնպես որ առանձնապես որևէ փոփոխություն չի լինի։ Էրդողանն էլ գնա չի լինի։ Մենակ խնդրի Էրդողանը չի իհարկե։
Իսկ ինչ խորքային խնդիրներ եք տեսնում այստեղ։ Դե Միացյալ Նահանգներից չափից դուրս կախված է, չի կարող զայրացնել Միացյալ Նահանգներին։ Մեկ Իսրայելի վրա հոխորդումը, դա նախապես լինում է դիվանագիտության մեջ ընդունված զանգում է, զգուշացնում, որ մենք մի հայտարարություն կանենք, նախապես ներողություն ենք խնդրում, դուք լուրջ մի ընդունեք, ինչքան ասես հայտարարություն անում։ Օրինակ Էրդողանը պես 2 տարի առաջ էր ինչ էր Իսրայելը էլի Գազայի վրա էր հարձակվել, հրապարակում 1,200,000 մարդ էր հավաքվել Ստամբուլում։ Բայց ցեղասպանությունը իրագործում, իրականացնում, սպանում է մեր մուսուլման եղբայրները եւ այլն։ Այդ նույն պահին, երբ Էրդողանը հակաիսրայելական ջարեր էր Արտասանում, նրա որդի Բիլալի լցանավայրը Իսրայել նավթ են փոխադրում։ Այսինքն ես չեմ ասում, ստատիստիկան եմ ասել, ընդդիմությունն է ասել։ Ժողովրդական հավերական կուսակցության խոսափող Halk TV։ Պարոն Շաքարյան, տեսեք, եւ իհարկե պատասխանեցիք ըստ էության հարցերից, բայց եւս մեկ անգամ փորձեք անդրադառնալ սրան, հա։ Թուրքիայի հասարակական այդ խորը հատվածներում, հա, իրական հանրային պահանջի վերջը ձևավորված է նոր սահմանադրության վերաբերյալ, թե ոչ։ Այսինքն շարքային բնակիչները շրջանում։ Այո։ Դե չեմ կարծում։ Դե գիտեք, Թուրքիան խորհրդային միությունը չէր, որ մենք որ եկանք, ես Ստամբուլից եմ, եկել Լեննական, որպես քաղաք դեզիբիլ էր Ստամբուլի հետ համեմատած, բայց դպրոցում մանկարտակը անհամեմատ ֆիզիկայի, քիմիայի եւ այլ առարկաների հարցում հանրահաշիվ անհամեմատ բարձր էր, քան ես հայկական դպրոցում եմ թուրքերենները չեմ կարծում մեր դպրոցից ավելի բարձր լիներ, անհամեմատ բարձր էր։ Թեև գործընթացը կոչվում է Հայաստան-Թուրքիա նորմալացում, միշտ բոլոր տեսակի տասնյակ այդպիսի գործընթացներ են սկսնավորվել, միշտ օրակարգում դրվում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Սահմանի բացումը հարաբերությունները նորմալացում չի։ Հիմա Հայաստանը մերժի մի ամբողջ վայնասուն կբարձրացնեն, թե դեք մենք ուզում ենք հայկական կողմը չի ուզում մեզ այդ հարաբերությունը հաստատել։ Դրա համար նրանք ցտուն չեն անում։ Եթե դու ուզում ես նորմալացնել գործընթացի անվանումին տրամաբանության համապատասխան, ոչ թե սահմանը պիտի բացես, որտեղ Թուրքիայի սահմանը բաց է Հայաստանից, մնացած բոլոր երկրները ոչ թե բաց է։ Ես օրինակ չեմ նշում որևէ երկիր։ Գուցե ասենք օվկիանոս Ավստրալիայի մոտակա երկրներից մեկը կորած մոլորած որևէ պետության դիվանագիտական հարաբերություններ չունենա։ Բայց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվում է։ Ընդ որում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը այլևս օրակարգում չի։ Ղարաբաղը Հայաստանի այսպես կոչված օկուպացիայի տակ չի, Ղարաբաղում նույնիսկ հայեր չկա, բայց նույն վերաբերմունքը, ինչ առաջ էր, պատճառաբանում էր թե հայերը գնացել են եղբայրական Ադրբեջանի տարածքներն են գրավել այս կողմն, նույն դիրքորոշումը թշնամական շարունակում է ուժի մեջ թողնել։ Լավ, վերջը ինչպես եք տեսնում այս ճակերտավոր ասված մերձեցման։ Բոլոր այս մերձեցումների ժամանակ, երբ օրակարգում դրվում է թուրքական սահմանի բացումը Հայաստանի առջև, որևէ արդյունքի չի հանգեցնում։ Դրա լավագույն ձևը դիվանագիտական հարաբերությունները հաստատումն է։ Չի հաստատում պատճառներն էլ իր իսկ առաջադրած պատճառներն այլևս գոյություն չունեն, իրեն վերացել են։ Բայց այնուամենայնիվ շարունակում է նույն դիրքորոշումը, որտեղ գրած նույն դիրքորոշումը պահպանը։ Այսինքն Թուրքիան իր ձեռագիրը չի փոխել ըստ էության, ճիշտ եմ հասկանում ես։ Դիրքորոշումը չի փոխվել։ Այսինքն Ղարաբաղը եւ այլն պատրվակ է Հայաստանի դիվանագիտական հարաբերություններից հրաժարվել է։ Չճանաչել է, գիտեք ինչ է համարվում միջազգային իրավունքի նորմերի թշնամանքի դրսևորում։ Եթե դու չես հաստատում, հաստատելու դրանով կնշանակի հայկական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջական դու չես ճանաչում։ Հասկանում եք։ Հասկացած ես։ Եթե ճանաչելու լիներ կհաստատեր։ Ինչի՞ չի ճանաչում։ Ըստ երևույթին 20-ական թվականներն է թուրքերը ուզում էին Մեղրիով Նախիջևանից
մեղրի տարածքով ցամաքային ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ։ Այդ քաղաքականությունը այն ժամանակ պանթուրքիզմ էր կոչվում, նա պանթուրքիզմ բան չի կոչվում, բայց նույն քաղաքականությունը երևի առաջին սկարետի դեպքում մտածում է իրականացնել։